Բարև ձեզ, այսօրվա վիդեոս օգտակար կլինի հիմնականում են մարդկանց, ովքեր պատրաստվում են վաճառել իրենց տունը, բնակարանը ու այլ բան գնել կամ ուղղակի վաճառում են։ Ուրեմն ես էլ էի փորձում բնակարանը վաճառել, ինչ որ այլ բան գնել ու իրոք չգիտեի, ընդհանրապես տեղյակ չէի այս ոլորտում ինչա կատարվում։ Ուրեմն այս ոլորտում կան շատ լավ գործակալություններ, բրոկերներ, բայց նաև կան մարդիկ, որոնք մեր չիմանալը չարաշահում են։ Ուրեմն ինչա լինում, հենց դնում ես տան վաճառքի հայտարարությունը, նախ հեռախոսդ սկսում է չանջատվել, դու չես իմանում, որ մեկին պատասխանես, որին չէ։ Ահա որ վիճակ է լինում, են սկզբի երկուսը ասում են զբաղվենք, ասում ես զբաղվի ու հեռախոսդ էլ չի անջատվում։ Ես որ տեսա հեռախոսս չի անջատվում, իմ հայտարարության տակ լիստայում նշեցի, որ գործակալների հետ չեմ համագործակցում, բայց դա ոչ մի դեր չի խաղում։ Զանգում են, նույնիսկ չեն էլ ասում, որ գործակալություն են։ Ասում տունդ ուզող կա, կարամ բերեմ, այսինչ գնով այսքան նաղդ փող ունի, իրար հետ ենք, արդեն գալիս ենք։ Ասում եմ չեմ համագործակցում, գրած է, ասում հա քեզ ինչ տարբերություն, քո փողը կտա, կառնի, նախդառնողը արդեն հավանել է, այն տիպի են ներկայացնում, նույնիսկ էլ տունն էլ կարիք չկա նայելու, գնում են ձևակերպելու։ Դե դու էլ որպես վաճառող շահագրգռվում ես, ասում ես լավ ինչ տարբերություն, եթե արդեն գալիս է ճամփին առնում է, թող կառնի։ Ես է ծախում եմ, գինն էլ ասում է քեզ ոնց հարմար է, բան, ասում ես լավ արի։ Ասում ես լավ արի, էլ ոչ մեկ չի գալի։ Դա իրենց համար, այս ռուսերեն ասում են չորնի ռիելտոր, այս խաբեբաները դրանով իրենց համար հիմք են ստեղծում, որ դու թույլատրել ես իրան քո տունը վաճառել, քաշում են նկարները լիստայումից, սաղ տեղերով աֆիշի ռվծի պես դնում են այդ տան հայտարարությունը, Facebook, Instagram, TikTok ու սկսում են իրենց ուզած գներով, իրենց ուզած ձևերով վաճառել։ Մարդիկ զանգում են, եթե հանկարծ ասում ես ջնջի, ջղայնանում է, քո տունը վաճառված չի, նրան ասում է վաճառված է։ Ինչ ուզում անում են։ Քեզ սկսում են մարդիկ զանգել, այսինքն ինձ տիրոջը, ասում են քո տունը քեզնից էժան դրել են, բա ոնց են դրել։ Ինձ զանգել է, կին է հարցրել, ասել է հենց հիմա ճանապարհին է գալիս, հենց այս պահին ինչքան բան գինը իջել եմ, այդ գնով դրել է։ Ասենք ոչ մի ազդեցության միջոց, որ գին փոխեն